Ողջույն հարգելիներս, այսօր ես կփորձեմ բացատրել արդյոք օգտակար է թե վնասակար սուրճի ամենօրյա օգտագործումը։ Սուրճը շատ տարածված ըմպելիք է, մարդկության մեծ մասը սուրճ է խմում։ Նախ ասեմ, որ գոյություն ունի սուրճի երկու տեսակ՝ արաբիկա և ռոբուստա։ Սուրճը աճում է հիմնականում Լատինական Ամերիկայում։ Աճեցվում է 70% արաբիկա և 30% ռոբուստա։ Ռոբուստան ավելի շատ կոֆեին է պարունակում, դրա համար համը ավելի ուժեղ է, իսկ արաբիկան ավելի փափուկ է։ Սուրճի հատիկները պոկվում են, աղում և օգտագործում տարբեր ձևերով։ Հիմնականում օգտագործվում են սուրճ պատրաստող մեքենաներ, որոնք մեծ ճնշման տակ եռացրած ջուրը անցկացնում են աղացած սուրճի միջով և ստացվում է փրփուրով շատ համեղ սուրճ։ Մեր հայկական սուրճ եփելու ձևը համարվում է հին ձևերից։ Ասեմ, որ ես շատ եմ սիրում մեր հայկական ձևով եփված սուրճը։ Սուրճի համը շատ հաճելի է, բայց այսօր մարդիկ ավելացնում են շաքար, կաթ, կրեմ, շոկոլադ և այլ համեմունքներ և ստացվում են սուրճով հաճելի ըմպելիքներ։ Այս հավելումները սրճին դարձնում են ավելի կալորիական, երբեմն նույնիսկ դժվար մարսելի, որի մեղավորը կաթն է, քանի որ կան մարդիկ, որոնք դժվարությամբ են մարսում կաթի մեջ գտնվող լակտոզը։ Մեկ բաժակ սուրճը պարունակում է 0 կալորիա, 60 մգ կոֆեին։ Սուրճը համարվում է ավելի ուժեղ հակաօքսիդանտ, քան գինին։ Ինչքան երկար ժամանակ է մնում սուրճը եռացրած ջրում, այնքան շատ կոֆեին է դուրս տալիս։ Արագ եփված սուրճը ավելի քիչ քանակի կոֆեին է պարունակում, քան երկար եփված սուրճը, թեկուզ և շատ ջրում։ Սուրճը պարունակում է շատ բաղադրիչներ, բայց նրա բաղադրության մեջ ամենակարևորը կոֆեինն է։ Կոֆեինը հիմնականում ազդում է ուղեղի հորմոնների վրա։ Կոֆեինը մեր ուղեղում առաջացնում և ակտիվացնում է դոպամինը, որը համարվում է հաճույքի և երջանկության հորմոն։ Դոպամինը մեծացնում է նյարդամկանային ակտիվությունը, որի պատճառով մենք դառնում ենք ավելի աշխույժ և առույգ։ Սակայն կոֆեինի շատ օգտագործումը կարող է առաջացնել անքնություն կամ սրտխփոց, գրգռվածություն, գլխի ցավ, ընկճվածություն և լարվածություն։ Այս դեպքում կոֆեինի չափազանց շատ օգտագործումը դառնում է վտանգավոր։ Բայց սուրճը կարող է լինել շատ օգտակար չափավոր օգտագործելիս։ Բոլորս հաճույքով խմում ենք մեկ բաժակ սուրճ, մանավանդ երբ հոգնած ենք և քնած։ Անչափ կարևոր է սուրճ խմելիս պահպանել մի բաժակից հետո մյուսը խմելու ժամանակը, անհրաժեշտ է 4-ից 6 ժամ, որպեսզի խմած սուրճի կոֆեինը դուրս գա արյան միջից։ Խորհուրդ է տրվում խմել օրական 4 բաժակ սուրճից ոչ ավելի։ Սուրճը պարունակում է նաև պրոտեին, գլուսիդ, ջարդեր, սոդա, պոտասիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, կարոտին, վիտամին B1, B2, B9, վիտամին E, վիտամին B2, որոնք շատ օգտակար են մեր օրգանիզմի համար։ Սուրճի ամենօրյա օգտագործումը 50%-ով փոքրացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Օգտակար է երկրորդ կարգի շաքարային դիաբետով հիվանդներին։ Նաև միզամուղ է, որը օգնում է երիկամների նորմալ աշխատանքին։ Սուրճը ակտիվացնում է արյան շրջանառությունը, հատկապես ուղեղի արյան մատակարարումը, որը խիստ նվազեցնում է պարկինսոնի և ալցհեյմեր հիվանդության զարգացումը։ Ընդհանուր առմամբ, սուրճի կանոնավոր ու չափավոր օգտագործումը շատ օգտակար է, բայց պետք է հիշել, որ օրվա չափաբաժինը չպետք է գերազանցել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ամեն օր հաճույքով վայելեք ձեր սուրճը, որպեսզի լինեք առողջ, առույգ և աշխույժ։ Չափավոր օգտագործելիս սուրճը շատ դրական ազդեցություն ունի։ Խորհուրդ է տրվում օրական խմել ամենաշատը 4 բաժակ սուրճ։ Եթե խմում եք 4 բաժակից ավելի սուրճ, նշանակում է կախվածության մեջ եք կոֆեինից։ Այսօր այսքանը, սիրելիներս։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններ, տարածեք, բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին։ Եղեք առողջ և հաջողակ։